2025 թվականի դեկտեմբերը մեր կյանք է մտնում յուրահատուկ զարկերակով, որը տարբերվում է մյուս ամիսներից, ինչպես տիեզերական թմբուկ, որն ավելի բարձր և վստահ է դառնում ամսվա սկզբին։ Այս զգացողությունը հիշեցնում է թատրոնում վարագույրը բարձրացնելուց առաջ եղած պահը, երբ արդեն զգում ես օդում փոփոխություն, չնայած մակերեսին դեռ ոչինչ չի պատահել։ 12 ամիսներից հետո, որոնք նշանավորվել են մոլորակների հետադարձ շարժման դժվարին շրջաններով, հուզական վերագործարկումներով և ուշ գիշերային, օճառային օպերային արժանի մի շարք սյուժետային շրջադարձերով, տիեզերքը վերջապես անցնում է ավելի թեթև, ավելի ստեղծագործական ռիթմի։ Գարնանից ի վեր շատերն իրենց զգացել են առաջ ետ շպրտվող, երբեմն հետ սայթաքելով, երբեմն ստիպված լինելով վերագործարկել և սկսել նորից, և հիմա պարզ է դառնում այս ամենը տարվա վերջին ակորդի նախապատրաստություն էր։ Էներգետիկ առումով այս ամիսը գործում է որպես դուռն, վերջնական սահմանը այն բանի միջև, թե ովքեր էինք մենք 2025 թվականին և ովքեր ենք սկսում դառնալ 2026 թվականին։ Դա նման է անցումային միջանցքի, մենք այլևս այնտեղ չենք, բայց դեռ այստեղ չենք, և ամենաիմաստուն բանը, որ կարելի է անել, գիտակցաբար կողմնորոշվելն է, լսելով, թե ինչ է արձագանքում ներսում։ Եվ մինչ յուրաքանչյուր նշան ստանում է այս նոր ազդակից իր բաժինը, 3 կենդանակերպի նշաններ առանձնանում են որպես տարվա վերջին տեսարանի գլխավոր հերոսներ։ Նրանց պատմությունները հատկապես ուժեղ արձագանք են գտնում ճակատագրի ընդհանուր աղեղի հետ, ուստի դրանք արժե ուշադիր հետևել, թեկուզ միայն հետաքրքրասիրությունից դրդված։ Դեկտեմբերի աստղագուշական լանդշաֆտը շատ փոփոխական է։ Երկվորյակների լիալուսինը բերում է ճշմարտուն և պարզություն, հետադարձ Վեներան խրախուսում է խորը ինքնագնահատականը, Յուպիտերը հոգատար խեցգետնի մեջ ուժեղացնում է ինտուիցիան, իսկ Սատուրնը ձկների մեջ օգնում է երազանքները վերածել կոնկրետ իրականության։ Պարզվում է, որ ամիսը վերաբերում է ոչ միայն տրամադրությանը, այլև շատ կոնկրետ որոշումներին, ինչ թողնել անցյալում և ինչի մեջ վերջապես ներդրում կատարել ինչպես մեծահասակը։ Սա բացահայտումների, երկրորդ հնարավորությունների, հետաքրքիր հնարավորությունների և պարգևների ժամանակ է, որոնք շատերը երկար են սպասել և գրեթե կորցրել են իրենց հույսը։ Երբեմն պարգևը կարող է լինել ոչ միայն իրադարձություն, այլ նաև այն լուր գիտակցումը, որ դուք այլևս չեք ցանկանում վերադառնալ հին սցենարներին։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ ամսվա բոլոր աստղագուշական օրինաչափությունները համընկնում են 3 կենդանակերպի նշանների անսովորեժ ուժեղ վերելքի հետ։ Դեկտեմբերյան երկնքի լուսարձակները կարծես թե շրջվում են մեկ ուղղությամբ և ասում. «Քո հերթն է»։ Այս 3 նշանների համար դեկտեմբերը բերում է ոչ միայն լավ լուրեր, այլ բերում է շրջադարձային կետ։ Սա այն կետն է, որից հետո ամեն ինչ չէ կարելի ասել, որ նախկինի պես է, եթե միայն արտաքին փոփոխությունները նոր են սկսում։ Սա առաջընթաց է։ Երբեմն դա դրսևորվում է որպես հանկարծակի առաջարկ, հանդիպում կամ ներքին հասկացողության շոխ, իսկ երբեմն որպես փոքր քայլ, որը փոխում է ամբողջ հետագծիր։ Սա այն պահն է, երբ լիքը սկսում է հասնել այն ջանքերին, որոնք նրանք ներդրել են ամբողջ տարվա ընթացքում։ Արդարության զգացողություն է հայտնվում, դուք ներդրում կատարեցիք և վերջապես ստացաք եկամուտ, թեև ոչ այն տեսքով, ինչպես ակնկալում էիք։ Եվ պատմությունը, որը ծավալվում է, իսկապես արժե ավելի մանրամասն ուսումնասիրել։ Մոլորակային շեշտադրումներ 2025 թվականի դեկտեմբերի համար։ Դեկտեմբերի տիեզերական եղանակը որոշվում է մի քանի հզոր երկնային տեղաշարժերով։ Սա ոչ միայն գեղեցիկ ֆոն է, այլև հենց այն պայմանները, որոնցում մենք պետք է որոշումներ կայացնենք, ծրագրեր կազմենք և զբաղվենք զգացմունքներով։ 2025 թվականի հունիսի 9-ին Յուպիտերը մտավ խեցգետնի խնամող նշան, առաջացնելով կարճ, բայց ինտենսիվ հուզական նորացման ալիք։
Այդ ժամանակվանից ի վեր շատերը նկատել են, որ իրենց սրտերն ավելի սուր են արձագանքում, եւ անձնական պատմությունները հանկարծակի դարձել են ավելի կարևոր, քան արտաքին ճնշումները։ Աճի եւ իմաստության այս մոլորակն այժմ առատաձեռնորեն բաշխում է ջերմություն, բարձրացված ինտուիցիա եւ ընդլայնման զգացողություն, հատկապես ջրային նշանների, ինչպիսիք են խեցգետինը, կարիճը եւ ձկները։ Յուպիտերն այստեղ հանդես է գալիս որպես խորհրդատու, նրբորեն մղելով մեզ անցնել մեր սովորական սահմաններից այն կողմ, բայց զգացմունքների, այլ ոչ թե չոր տրամաբանության միջոցով։ Սատուրնը եւ Նեպտունը շարունակում են իրենց ճանապարհորդությունը ձկների երազային նշանով, ավելացնելով համբերություն եւ հոգեվոր խորություն։ Սատուրնը սովորեցնում է դիմացկունություն եւ կառուցվածք, նույնիսկ եթե զգացմունքների եւ ֆանտազիայի ջրերը անընդհատ անհանգիստ են, մինչդեռ Նեպտունը ընդլայնում է երևակայությունը եւ նուրբ ընկալումը։ Վեներան հետադարձ շարժման մեջ է, մեզ կոչ անելով վերանայել մեր հարաբերությունները, մեր արժեքային համակարգը եւ այն, թե ինչպես ենք մենք վերաբերվում մեր սեփական քնքշությանը։ Հաճախ այս ժամանակահատվածներում անցյալի պատմություններ, հին կապեր եւ չասված խոսքեր են ի հայտ գալիս, ոչ թե ամեն ինչ վերադարձնելու, այլ ներքին շեշտադրումն ավելի անկեղծորեն դնելու համար։ Ամսվա հիմնական թեմաները կարելի է ամփոփել հետևյալ կերպ. Յուպիտերը խեցգետնի մեջ 2025 թվականի հունիս, 2026 թվականի հունիս խթանում է ջրային նշանների ուսումը, ճանապարհորդությունը եւ աճը։ Սա լավ ժամանակ է հորիզոնների ընդլայնման ցանկացավ ձևի համար, դասընթացներից մինչև տեղափոխություն, հոգևոր պրակտիկաներից մինչև նոր մասնագիտական հմտություններ։ Սատուրնը եւ Նեպտունը ձկների համաստեղության։ Երկու մոլորակներ էլ փոքր-փոքր դանդաղեցնում են ընդհանուր իմպուլսը, ստիպելով մեզ առաջ շարժվել մտածված տեմպերով, այլ ոչ թե վազքով։ Գործընթացները կարող են թվալ ձգձգված, բայց դրա հիմքում խորը հասունություն է։ Երկվորակների համաստեղությամբ լիալուսինը դեկտեմբերի 4-ին, ուժեղ, անկեղծ լուսնային շեշտադրում է, որը կապված է պարզության, խոսքերի եւ ճշմարտության պարզաբանման հետ։ Սա հենց այն պահն է, երբ այն արտահայտությունները, որոնք դուք վախերում էիք արտաբերել, հանկարծակի միանում են, եւ պատրանքներից ազատվելն ավելի շատ ազատագրական է, քան ցավալի։ Յուրաքանչյուր նշան կզգա ճնշում, 2025 թվականը արժանապատիվորեն ավարտելու, գոնե մեկ տող իր տրամաբանական ավարտին հասցնելու համար, սակայն աստղագուսակները համաձայն են։ Այս ամսվա ընթացքում 3 կենդանակերպի նշաններ դառնում են ակնհայտորեն ֆավորիտներ։ Հաջորդը մենք կանդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին առանձին։ Խոյ, ուժ, իմաստ եւ կիրք։ Խոյը դեկտեմբեր է մտնում հորիզոնում մեծ նպատակներով։ Տարին այս նշանների շատերի համար մռիկ էր, երբեմն արագ սկիզբ, երբեմն հանկարծակի կանգառներ։ Այժմ երկինքը խնդրում է ձեզ ոչ միայն վազել, այլև բաղականաչափ դանդաղեցնել, ռազմավարություն մշակելու համար։ Վեներայի, Մարսի եւ Արեգակի հետ, որոնք լուսավորում են ձեր խոյի կարիերայի գոտին, ձեր տեսանելիությունը եւ առաջնորդական որակները գտնվում են իրենց գագաթնակետին։ Դուք կարող եք ավարտել կարևոր նախագծեր եւ նույնիսկ սկսել ուրվագծել 2026 թվականի ծրագիրը, որի զգացողությունը արդեն սկսում է ձևավորվել։ Միևնույն ժամանակ, Յուպիտերը խեցգետնի մեջ լարված ասպեկտ է կազմում խոյի համար, ձեզ մղելով ամրապնդել ձեր տունը, ներքին ուժեղ կողմերը եւ անձնական համոզմունքները։ Տիեզերքը կարծես հարցնում է. ինչի վրա է հիմնված ձեր առաջընթացը եւ պատրաստ եք ապրել ձեր կողմից հայտարարված կանոններով։ Սա ժամանակն է հիմքը ավելի մանրակրկիտ դնելու, քան նախկինում։ Աստղագուշակները խորհուրդ են տալիս խոյերին մի փոքր դանդաղեցնել եւ համապատասխանեցնել իրենց նպատակները իրենց իրական հոգեվիճակի հետ, ինչպես նաեւ այս ծրագրում ներառել ցանկացած ուղևորություն, արտասահմանյան ուսում կամ աշխատանքային առաջադրանք, այլ ոչ թե ամեն ինչ ինքնաբերաբար վերցնել։ Կարիերա եւ ճանապարհորդություն։ Շատ զբաղված ամիս է սպասվում։ Աշխատանքային ծանրաբեռնվածությունը մեծ է։ Սատուրնի ազդեցությունը թաքնված 12-րդ գոտում զգացվում է, բայց պարգևատրման հնարավորությունները նույնքան բարձր են։ Հնարավոր է ի հայտ եկել երկարատև ուղևորության կամ աշխատանքային ուղևորության հնարավորություն, եւ ավելի լավ է այն դիտարկել որպես ավելի երկար հետագծի մի մաս, այլ ոչ թե պարզապես միանվագ զբոսանքի։
Կազմակերպվածությունն ու հավակնությունները դառնում են հիմնական գործիքներ։ Որքան ավելի պարզ հասկանաք, թե որտեղ եք գնում, այնքան ավելի հեշտությամբ աշխարհը կհարմարվի ձեզ։ Երկար պլանավորված առաջադրանքը կամ նախագիծը կարող է վերջապես շոշափելի արդյունքներ տալ դեկտեմբերի կեսերին։ Կարծես երկար ժամանակ վախեցնող հանելուկը հանկարծ գտավ իր բացակայող կտորը։ Ամսվա վերջին դուք կարող եք կարևոր համաձայնագիր ստորագրել, ապահովել ձեր կարգավիճակը կամ ստանալ առաջխաղում։ Սա պարտադիր չէ, որ մեծ իրադարձություն լինի, բայց դուք ներքուս կզգաք, որ նախաշարը բարձրացվել է։ Գլխավորը ձեր էներգիան կենտրոնացված պահելն է և յուրաքանչյուր քայլ գիտակցված համարելը, այլ ոչ թե պարզապես իմպուլսիվ լինելը։ Նույնիսկ ամենաարագ խոհերը պետք է հիշեն, եթե շտապում եք առանց ուղղորդման, կարող եք հեշտությամբ սայթերել, ուստի ավելի լավ է ձեր նախաձեռնությունները զգուշորեն ուղղորդել։ Սեր և մտերմություն։ Զգացողությունների ոլորտն ավելի լուրջ և խորն է դառնում։ Վեներան խիշտ այծեղ ջրի ուշ աստիճաններում տաքացնում է խոյի հոգեմածուց խորանքները։ Անցյալից մի մարդ կարող է վերսկտի ի հայտ եկել, կամ ներկա հարաբերություններում կարող են ի հայտ գալ ճշմարտացի զրույցներ։ Սա պարտադիր չէ, որ դրամա լինի, բայց դա անպայման խաղ չէ։ Դիմադրեք գործողությունների շտապելու ցանկությանն ու անմիջապես անցնել գործողությունների։ Խոյի սիրտը հակված է առաջ շտապել, բայց այս ամիս օգտակար է թույլ տալ, որ ձեր խոսքերը խորանան։ Երկվորյակների մեջ լիալուսին կպարզաբանի զգացողություններն ու մտադրությունները։ Եթե դուք ակնհայտորեն չեք համատեղելի մի մարդու հետ, այն ձեզ գտեք նույնիսկ ֆիզիկապես։ Մյուս կողմից, եթե այդ մարդը ձեզ համար ճիշտ է, ավելի հստակ կհասկանաք ինչու, և դա թույլ կտա ձեզ կառուցել ավելի հանգիստ կապ առանց ավելորդ նյարդայնության։ Անկեղծ, մին քիչ էլ անհարմար երկխոսությունը կարող է նշանականորեն բարելավել մթնոլորտը, և աստղերը խրախուսում են հենց այս տեսակի բացությունը։ Փող և հաջողություն։ Դեկտեմբերը կարող է սկսել ֆինանսապես անհավասար։ Հնարավոր են մեծ ծախսեր, նվերներ, տոնական նախապատրաստություններ, կրթության կամ մասնագիտական գործիքների ներդրումներ։ Թվում է, թե փողը արագ է սպառվում ձեր դրամապանակից։ Այնուամենայնիվ, Յուպիտերի ազդեցությունը նշանակում է, որ ամսվա վերջին եկամուտը կարող է հավասարվել կամ նույնիսկ փոքրիկ աճել։ Կարևոր է չծախսել հոգնածությունից կամ դատարկությունից, այլ ռեսուրսները ուղղել նրանց, որոնք նպաստում են ձեր երկարաժամկետ աճին։ Փոքրիկ բաների վրա խնայելը իմաստուն է, բայց մեծ նպատակների վրա ներդնել ավելի իմաստուն է։ Ապագայի վրա ցանկացած խաղադրույք, նոր ուղղություն, ներուժ ունեցող հոբի, ձեր կարգավիճակը ամրապնդող դասընթաց, մանավանդ փոսնանուխայի մասն է։ Տիեզերքային եղանակը նպաստում է ռիսկերին, քանի դեռ նրանք հաշվարկված են և չեն հիմնված տրամադրության փոփոխությունների վրա։ Բարեկեցություն և ներքին եզրակացություններ։ Դեկտեմբերի կարգախոսը խոյերի համար կարելի է ձևակերպել հետևյալ կերպով. ավելի քիչ աղմուկ, ավելի պարզանեկուն։ Երկվորյակների մեջ լիալուսին կարծես հայելի է պահում ձեր առջև և բացահայտում, թե ինչն է ձեզ ամենաշատը սպառում։ Ոմանք կգտնվեն գերծանրաբեռնված աշխատանքով, մյուսները հոգեպես սպառված հաղորդումներից և անվերջին օնլայն աղմուկից։ Սա լավ ժամանակ է ձեր ռեժիմը նրբերեն վերակարգավորելու համար։ Կարգավորեք ձեր քունը, սնունդը և վարժությունները և խուսափեք ծայրահեղություններից։ Դուք մի զարկանաք, եթե ձեր քրային խառնվածությունը հանկարծ սկսի հոգնածության և հանգստի անհրաժեշտության ազդանշաններ ուղարկել։ Նույնիսկ խոլերն են վառելիքի կարիք ունեն, և երբեմն լավագույն ռազմավարությունը եռախոսը անջատելն է և վաղ քնելը։ Նայելով առաջ, դեկտեմբերը կատարյալ ժամանակ է 2026 թվականի սկզբի համար ծրագիր ուրվագծելու։ Գրեք մեծ նպատակները և երազանքները, նույնիսկ եթե նրանք այժմ ճնշող թվան։ Հունվարին, երբ Մարսը ձեզ լրացուցիչ խթան կտա, դուք կկարողանաք վերանայել այս նշումները ավելի հստակ հեռանկարով և կատարել ճշգրտումներ։ Օգտակար է կիսվել առնվազն մեկ նպատակով ձեր վստահելի մեկի հետ։ Մի փոքր արտաքին պատասխանատվությունը օգնում է խոյերին մնալ ճիշտ ուղուն վրա։ Կարիճ։ Կախարդանք, առեղծված և արագացում։ Կարիճը դեկտեմբեր է մտնում կերպարանափոխության պատրաստ։
Այս նշանի համար կյանքն ինքնին հաճախ թվում է վերամարմնավորման երկար շղթա, բայց հիմա մաշկի փոփոխության զգացողությունը հատկապես նկատելի է։ Հարակից ջրային տարերքի, խեցգետնի մեջ գտնվող Յուպիտերը կոչ է անում կարիճին ընդլայնել իրենց հորիզոնները, սովորել, կիսվել փորձով, հասնել ավելի լայն աշխարհի, գրել, սովորեցնել և խորացնել հոգևոր պրակտիկաները։ Սա իսկապես հիշարժան ժամանակ է ձեր մտածողությունն ու աշխարհայացքը զարգացնելու, այլ ոչ թե պարզապես արտաքին տեսարանը փոխելու համար։ Աշխատանք և նպատակներ։ Կարիճի գաղտնի զենքը կենտրոնացումը պահպանելու ունակությունն է այնտեղ, որտեղ մյուսները վաղուց հոգնել են։ Նախագծերը, որոնց վրա համբերատար աշխատել եք ամբողջ տարվա ընթացքում, պատրաստ են լույս աշխարհ գալ և արդյունքներ տալ։ Դեկտեմբերին դուք կարող եք տեսնել ամիսների աշխատանքի առաջին շոշափելի պտուղները։ Հանկարծ պարզվում է, որ ձեր լուռ աշխատանքը նկատվում է ճիշտ մարդկանց կողմից։ Ասվածը, որ ձեր նախկինում անտեսանելի աշխատանքը կազդի ճիշտ մարդկանց վրա, դառնում է իրականություն։ Ինչ-որ մեկը կարող է ստանալ առաջարկ, համագործակցության հրավեր կամ նոր դեր։ Շարունակեք քայլ առ քայլ ավարտելու այն մեծ առաջադրանքը, որը վաղուց ստանձնել եք։ Շատ հավանական է, որ հենց այս առաջադրանքն այժմ կհասնի իր վերջնական փուլին։ Դուք կարող եք բանակցել և որոշել պայմաններ ինքներդ, և ձեր ազդեցության տակ կհայտնվի նոր գործընկերություն, դաշինք կամ աշխատանքային միություն, ոչ պատահականորեն։ Եթե ձեր կյանքում ունեցել եք մասնագիտական հնարավորություն, որը չի հաջողվել, դեկտեմբերը կատարյալ ժամանակ է դրան կյանք վերադարձնելու համար։ Ներքին աճ։ Այս ամիսը նշանավորվում է ապաքինմամբ և պարզաբանմամբ։ Ամեն ինչ, ինչին դուք հավատացել կամ ապավինել եք, կարծես թե կրկին դուրս է գալիս մակերես վերանայման համար։ Սա կարող է հեշտ չլինել, բայց դա շատ անկեղծ է կարիճի ձևով։ Խորը մտորհումները, հոգեբանի հետ զրույցը, հոգևոր պրակտիկաները կամ պարզապես ինքները ձեզ հետ անկեղծ լինելը կարող են հանգեցնել կարևոր ներքին առաջընթացների։ Երկվորյակների համաստեղության լիալուսինը օգնում է ձեզ ազատվել ամեն ինչից, ինչը ձեզ հետ է պահում՝ հին վախեր, երդումներ, կաթվածահանող սցենարներ։ Գիտակցաբար օգտագործեք այս էներգիան։ Օրագիր վարելը, մեդիտացիան, մենակ զբոսնանք և կարճ անձնական հանգիստը կարող են դառնալ ոչ թե շխայլություն, այլ հոգեկան հիգիենայի անհրաժեշտ մաս։ Կարիճները ներքին փոփոխակրման վարպետներ են, և դեկտեմբերը հարմար է այս փոփոխակրման ևս մեկ փուլի համար։ Փող և ռեսուրսներ։ Նյութական ոլորտում հաջողությունը ձեր կողմն է։ Յուպիտերը հաճախ բերում է եկամտի աճ, լրացուցիչ ռեսուրսներ և նոր ֆինանսական հնարավորություններ։ Սա կարող է դրսևորվել որպես համատեղ նախագծից եկամուտ, զուգընկերոջ աջակցություն, բոնուս, անսպասելի պարգև կամ հնի պարտքերի մարում։ Ձեր խնդիրն է այն իմաստուն կերպով կառավարել, այլ ոչ թե ծախսել թեթևության պահին։ Փողի վերաբերվեք որպես ռեսուրսի, որը կօգնի ամրապնդել ձեր ապագա անվտանգությունը։ Կարիճի մոտեցումն այստեղ պարզ է։ Կառուցեք պահեստ, որը կտա ձեզ ներքին խաղաղություն և ամուր հիմքի զգացողություն, այլ ոչ թե պարզապես ևս մեկ խաղալիք։ Ջրհոս։ Հոգու ճշմարտություն և ռազմավարական քայլեր։ Ջրհոսը դեկտեմբերին մոտենում է կենտրոնացած և մտավորապես պատրաստ արկածների։ Դուք ապրել եք մի տարի, որը մշտապես մարտահրավեր էր նետում ձեզ ճկուն լինելու համար, և հիմա զգում եք, որ լավ իմաստով հասունացել եք։ Ձեր հորոսկոպի արդյունավետ ոլորտներում գտնվող մոլորակների խումբը ձեզ վստահություն է տալիս ձեր ջանքերի նկատմամբ, իսկ Յուպիտերը խեցգետնի մեջ մեղմորեն լուսավորում է ձեր կարիերայի և կրթական նպատակները։ Սա այն ամիսն է, երբ իմաստուն է երկարաժամկետ ռազմավարություն մշակել, այլ ոչ թե ակնկալել ակնթարթային արդյունքներ։ Կարիերա և նորարարություն։ Աշխատանքի ուշադրության կենտրոնում հենց հիմա դուք եք։ Գաղափարներ, առաջարկներ և անսովոր հեռանկարներ, այս ամենը հատկապես նկատելի է ուրիշների համար։ Կարող է ի հայտ եկալ ստեղծագործական կայծ կամ նախագիծ, որը կարող է փոխել ձեր հետագիծը, նույնիսկ եթե սկզբում այն փոքր է թվում։ Համատեղ նախաձեռնությունները և խմբային նախաձեռնություններին մասնակցությունը լի են վերացուցիչ էներգիայով։ Գործընկերների հետ մեկ ուղեղային փոթորկի սեսիան կարող է հանգեցնել մի բեկումնային գաղափարի, որի մասին դուք մտածել եք, բայց չեք կարողացել ճիշտ ձևակերպել։ Նույնիսկ եթե ծրագիրը որոշ ժամանակով կանգ առնի, ճկունություն օգտակար կլինի։ Ձեր ռեսուրսների և արժեքների ոլորտում Սատուրնը կօգնի ձեզ պահպանել կառուցվածքը և կենտրոնացումը։ Եթե ցանկանում եք նոր ուղղություն, ապրանք կամ նախաձեռնություն գործարկել,
Դեկտեմբերը առաջարկում է կենսունակ պատուհան, հատկապես եթե պատրաստ եք մանրակրկիտ մտածել մանրամասների մասին, այլ ոչ թե գործել զգացմունքների հիման վրա։ Մասնագիտական ոլորտը նպաստում է համարձակ, բայց լավ պատրաստված փորձերի։ Համագործակցություն եւ սոցիալական ցանց։ Սա հզոր ամիս է շփումների եւ կապերի համար։ Թիմային աշխատանքը, համայնքի ներգրավվածությունը, մասնագիտական հանդիպումները, փորձի փոխանակումը կարող է հանգեցնել զարմանալի արդյունքների եւ հայտնաբերությունների։ Յուպիտերը խրախուսում է առատաձեռնությունը։ Օգնելով ուրիշներին դուք իրականում ամրապնդում եք ձեր սեփական աջակցության ցանցը։ Երբեմն ծանոթների եւ համահունչ մարդկանց միջոցով են բացվում դռներ, որոնց դժվար է հասնել միայնակ։ Մերկուրի նախահետագրեցիա շարժման դեպքում կարևոր է ուշադիր համակարգել ծրագրերը, հանդիպումների ժամերը եւ համաձայնությունների մանրամասները։ Օգտակար է վերընթերցել նամակը կամ պարզաբանել, որ բոլորը հավասարապես հասկացել են միմյանց։ Խորհրդակցեք մենթորների եւ նրանց, ովի կարծիքը հարգում եք։ Ձեր գաղափարները արտահայտելով դուք ոչ միայն կստանաք արձագանք, այլև ավելի հստակ կտեսնեք ձեր սեփական տրամաբանությունը։ Այս պահին երկու միտքը իսկապես ավելի լավ է, քան մեկը։ Անձնական տարածք եւ բարեկեցություն։ Դեկտեմբերը ջրհոսին առաջարկում են ոչ միայն դուրս գալու հնարավորություն, այլև գիտակցած դադարեր։ Օգտակար է ժամանակ առ ժամանակ անջատել աշխարհի աղմուկը, մի կողմ դնել հեռախոսը, նվազեցնել տեղեկատվական աղմուկը եւ ընկղվել լռության մեջ, նույնիսկ եթե միայն մի երեկոյի համար։ Օրագիր վարելը, մեդիտացիան, ընթերցանումը եւ սեղանի լրիվ ցեսերը այսպիսին են թեյը եւ ձեր սիրելի երաժշտությունը, կօգնեն ձեզ վերադառնալ ինքներդ ձեզ։ Եթե սիրտը ծանր է զգում, շատ ավելի օգտակար է ձեր զգացմունքները ուղեկցել ստեղծագործության կամ շարժման միջոցով, քան թողնել, որ այն պտտվեն շրջանափոր։ Այս ամսվա համար ջրհոցի բանալի բառը հաջողականությունն է։ Փոքր, բայց հաջողական խնամքի պրակտիկան ավելի լավ է աշխատում, քան հազվադեպ, բայց մեծ ժեստեր։